Հաղթանակի զբոսայգում անմար կրակի մոտ երիտասարդ սերունդը կազմ պատրաստ պատասխանատու պահին է սպասում։ Մեծ հաղթանակ ապահոված վետերաններն են գալիս։ Անվտանգության նկատառումներով թեև երկար Երևան, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա երթուղով, բայց եկան 80-ամյակի շքերթին, որտեղ ամենապատվավոր տեղը նրանցն է։ Ռազմաճակատում մենք 5 հոգի համադասարանցիները ռազմաճակատ գնացինք։ Նովորոսիսկի 8-ամանյանական դիվիզիաների մարտիկ 101 տարեկան Ներսես Սիմոնյանը նույնիսկ 80 տարի անց ոչ մի մանրամասն բաց չի թողնում մեծ հայրենականը նկարագրելիս։ Նրան Ղրիմն ազատագրած վետերան են անվանում։ Վաստակավոր ուսուցիչ վետերանի բոլոր գլխավոր ասելիքները երիտասարդ սերունդներին են հասցեագրված։ Նոր սերունդներն ասեմ, որ նրանք իրենց գործունեությամբ լավ սովորելուց հետո հայրենի համար արժանավոր զավակներ դառնան, ինչ որ ուրեմն մեր նախնիները բաց է թողել, նրանք դա լրացնեն։ Անվաղ կապավոր 102 տարեկան Ռոզալիա Աբգարյանն էլ է հաղթանակի շքերթի պատվավոր հյուրերի շարքում։ Հաղթանակի բոլոր օրերին նրա աչքերը թաց են ամբողջ ընթացքում։ Հիշում եմ պատերազմը եւ շատ հուզում եմ, ճիշտն ասած, որովհետեւ երկ կա, չէ՞։ Это праздник с зиной на висках, это праздник со слезами на глазах, а это завивичаки инс мод. Минута молчания. Հիշել են միշտ իրեն, հիշել, և սերունդներին ասել, սիրեք ձեր հայրենիքը և միշտ պաշտպանեք նրան։ За советскую родину, за родной огонек. 80-ամյակի տոնակատարություններին 28 երկրի առաջնորդներ են մասնակցում, այդ թվում Հայաստանին։ Մեծ հայրենական 80-ամյակի զորահանդեսին մասնակցում է 11,000 զինծառայող։ Շքերթն ընդունում է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Ռուսաստանի նախագահն իր ելույթում ընդգծեց, որ մշտապես հիշում են երկրորդ համաշխարհայինի դասերը եւ երբեք չեն համակերպվի պատմական իրադարձությունները խեղաթյուրելու հետ։ Праздником, с днем Великой Победы! Ура! Մարտական մեքենաների շարասյունը ավանդաբար ղեկավարում է լեգենդար տանկ T-34-ը։ Երկրորդ համաշխարհայինի լավագույն տանկը ստեղծվել է նաև Շուշեցի Հովհաննես Թևոսյանի շնորհիվ։ Սև մետալուրգիայի արդյունաբերության նախարար Թևոսյանը մեծ ներդրում է ունեցել զրահապատ պողպատ ստեղծելու գործում։ Զորահանդեսին առաջին անգամ ներկայացված են Օրլան 10 և 30 անօդաչուներ, Զալա, Լանցետ 51 և 52, Գարպիա, Գերань, Տոս 2։ Ռուսաստանի մայրաքաղաքի երկնքից զորահանդեսի մասնակիցներին ողջունեցին ռուս ջուցազուներն ու ստրիժները։ Զորահանդեսի ավարտին Ռուսաստանի նախագահը սեղմեց հայ վետերանների ձեռքը։ Ելույթում Պուտինը շեշտել էր հավասարությունը դեպի վետերաններ։ Շակե Ղազարյան, Ռենյուզ Արմենիա, Մոսկվա։